Հայաստանում հեշտացվում է կենսաթոշակի նշանակման գործընթացը։ Փոփոխությունները վերաբերում են ինչպես աշխատանքային ստաժի հաշվարկմանն, այնպես էլ պահանջվող փաստաթղթերին։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության եւ այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանի խոսքով 1992-ից 2004 թվականների ժամանակահատվածը քաղաքացիների կենսաթոշակի հաշվարկման համար ամենախոցելին է, քանի որ այդ տարիների աշխատանքային փաստաթղթերը շատերի մոտ ամբողջությամբ պահպանված չեն։ Կառավարության որոշման փորձել ենք բարձրացնել, հեշտացնել հատկապես այդ ժամանակահատվածի ստաժը հաստատելու կանոնները։ Մինչ այսօր գործող օրենսդրությամբ մենք արդեն սահմանել ենք առանցին դեպքեր, երբ բավարար էր միայն աշխատանքային գրքույկը ստաժը հաստատելու համար այս ժամանակահատվածում։ Ինչպես գիտեք, 92-ից մինչև 13 թվականը ստաժը հաստատում է գրքույկով եւ բացի գրքույկից անպայման պիտի լինի սոցիալական վճար կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթ։ Այսինքն 92-ից մինչև 2012 թվականը ներառյալ։ Եթե ունեմ միայն աշխատանքային գրքույկ, դա բավարար չի, որպեսզի աշխատանքային ստաժը հաստատվի։ Ըստ Գալստյանի նոր կարգով որոշ կազմակերպությունների դեպքում միայն աշխատանքային գրքույկն արդեն բավական կլինի ստաժ հաշվարկելու համար։ Այս կազմակերպությունների ցանկը ներառում է պետական մարմիններ, ասենք, ովքեր այդ տարիներին աշխատել են, միանշանակ հիշեն, որ աշխատել են բանկերը, ֆինանսական կազմակերպություններն աշխատել են, դպրոցներ, բուհեր, հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, այսինքն բուժ հաստատություններ, առաջի փուլում ավելացրել ենք սրանք։ Բացի այդ նոր մոտեցումը կկիրառվի նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց նկատմամբ։ Մինչև 2013 թվականը Արցախի տարածքում աշխատած տարիները կհաշվարկվեն բացառապես աշխատանքային գրքույկի հիման վրա։ Այս փոփոխությունները կնվազեցնեն արխիվային հարցումների քանակը, ինչի շնորհիվ քաղաքացիներն այլևս երկար չեն սպասի փաստաթղթերի ստացմանը։ Կթեթևանը, բավական կթեթևան, այն որ սպասում ենք, սպասեք պատասխանը չենք ստացել, ես մի ամիս է, ես մի չգիտեմ ինչքան ժամանակ կատված է, հարցերը այս կազմակերպությունների պարագայում դուրս են գալիս։ Իսկ երբ որ արխիվային հարցումները քչանում են, արդեն այն մյուսների դեպքում էլ ռեսուրս արխիվը ունենում է, որ կարողանա ավելի ռացիոնալ օգտագործել, եւ մյուսները այլ բան է ընդհանրենք ամիսը չգիտեմ 10,000 հարցման պատասխանել, այլ բան է 5,000 հարցման պատասխանել, որովհետև այն մյուս 5,000-ի կարիքը իհարկե ստվերը օրինակ են վերում, այլևս այդ կարիքը չի կա։ Նախարարությունը նաև պարզեցրել է վարչարարական ընթացակարգերը։ Եթե աշխատանքային գրքույկում կան փոքր վրիպումներ, անվան սխալ տառ, անընթեռնելի կնիկ կամ այլ տեխնիկական խնդիր, քաղաքացին այլևս չի բախվի քաշքշուկների։ Այն քաղաքացիները, որոնք արդեն ստանում են կենսաթոշակ, սակայն նախկինում փաստաթղթերի բացակայության պատճառով որոշ աշխատանքային տարիներ չեն հաշվարկվել, կարող են դիմել միասնական սոցիալական ծառայություն վերահաշվարկի համար։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։